կապված խնդիրը, որ հայ վարորդներին Ռուսաստանից մուտք գործելուց հետո չեն թողում առաջ գալ որոշ ապրանքներ կրողներին, հիմնականում շինյանի, ինչով է պայմանավորված եւ այդ խնդիրը երբ կլուծվի։ Մեզ համար էլ է անհասկանալի, ես դե գիտեք, մի քանի օր առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն էր այստեղ նախարարը նշեց, որ իրենց գերատեսչության հետ կապ չունի, դա Վրաստանի ֆինանսական ոստիկանություն, այդպիսի կառույց իրական ունեն, որը կարծես թե ենթարկվում է ֆինանսների նախարարությանը եւ ֆինանսական ոստիկանությունը ըստ իրենց։ Այսինքն ես իրեն խնդրեցի 5-2 օր հետո կապ հաստատեց իմ հետ եւ նշեց, որ ինչ որ ապրանքների հետ կապված ռիսկեր է տեսել, այնուամենայնիվ ես խնդրել եմ պարզաբանում այդ ինչ ռիսկերի մասին է, որովհետեւ եթե իրականում կա այդպիսի բան, մենք եւս պատասխանենք, թե ինչ մեր տնտեսվարողները իմանան ինչ կարելի է, ինչ չէ, եւ անկես պետք է անեմ, ինչեւ հիմա դեռ չենք ստացել, թե այդ ինչ են արել մեր տնտեսվարողները, որոնց պատճառով այդ մեքենաները կանգնած են։ Ներողություն, պարոն Պապոյան, ասում են նաեւ ինչ որ քաղաքական ենթատեքստեր կա, մասնավորապես են, որ հիմա նոր ճանապարհներ է բացվում, Վրաստանի իշխանությունները դրանց խանդով են մոտենում, որ Վրաստանի իր դիրքերը տարածաշրջանում թույլատում են, սա կապ ունի թե ոչ։ Ես չեմ կարող Ես դա չեմ կարող մեկնաբանել, ես փաստերի հետ եմ առնչվում եւ իրականում խնդրել եմ հստակ նշել, թե որ մեքենայի վարորդը ինչ խախտում է արել այսօր 3 կամ 3 առաջի օրը, որովհետեւ եթե շատ կոնկրետ ասվի, որ այ օրինակ այս մեքենայի վարորդը այս փաստաթղթերը չի ունեցել, դա լրիվ ուրիշ իրավիճակ է եւ մյուս իրավիճակը, որ այսօր մեզ չի ներկայացվում, ուղղակի մեքենաները այնտեղ կանգնած են եւ բարձաբանում էլ չի ներկայացվում, դա ուրիշ իրավիճակ է։ Եվ կներեք նաեւ ասում են, որ քվական падգամավորները, երբ որ ԵԽԽՎ-ում կողմ են քվեարկել Վրաստանին առնչվող բանաձևին, ինչը վրաց իշխանությունների սրտով չէ, նաեւ դա են հիմքում դնում, ասում են, այս սա դրա հետևանքներն են։ Ես ճիշտ ասած անկեղծ չգիտեմ ինչ բանաձևի են կողմ քվեարկել, չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, նման հակադարձում եւս մեր կողմից չէ։ Ես հիմա ասում եմ այն ինչը որ իմ խոսակցությունն է, դա նրա մասն է, որ ֆինանսական ոստիկանությունը ինչ որ ռիսկեր է տեսել, այդ ռիսկերի հիման վրա կանգնեցրել է ստուգումները իրականացնելուց հետո ուրեմն կուղարկվի այդ ապրանքները կամ համապատասխան աշխատանք կարվի։ Հիմա ես որքան գիտեմ, որքան տեղեկացած եմ, ինչ որ մեքենաները այնուամենայնիվ դուրս են եկել, բայց ինչ որ խմբականակի եւ մեքենաների հետ կապված խնդիրը պահպանվում է։ Պարոն Պապոյան, նաեւ կենսաթոշակների վերաբերյալ, քանի որ երեք հայտարարվեց, որ 10,000 դրամով մինչեւ 10,000 դրամ բարձրանալու է, քիչ առաջ այստեղ մամուլի ասուլիս էր տեղի ունենում եւ հայաքվեի ներկայացուցիչները ձեզ մեղադրում են, ձեզ նկատի ունեմ իշխանությանը, նշելով, որ 2 ամիս առաջ բյուջե եք հաստատել եւ այդ բյուջեում չկար նախանշված, որ կենսաթոշակները պետք է բարձրանան եւ սա պարզապես ընտրություններից առաջ ձեր կողմից տարվող, վարվող քաղաքականություն է։ Ինչպես եք մեկնաբանում։ 2 ամիս առաջ, երբ որ մենք բյուջե ենք հաստատում, մենք ասում ենք, որ մեր երկրի տնտեսական աճը 25 թվականին մեր կառավարության մեջ է, կային տարբեր կարծիքներ եւ մենք օրինակ կարծում ենք, որ ավելի բարձր է լինելու։ Եվ եղավ ավելի բարձր։ Հիմա էլ այն ինչ որ դրած է մեր բյուջեում, էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ շատ ավելի բարձր է տնտեսական աճը, ավելի շատ հարկ են հավաքելու եւ այս տրամադրությունը այս իրավիճակում ավելի գերիշխող է եղել, նաև համապատասխան նաև այն հիմքով, որ 7.2% տնտեսական աճ եղավ, ոչ թե 5.1% կամ 5%, ինչպես օրինակ համաշխարհային բանկը, արժույթի միջազգային հիմնադրամը կամ մյուսներն էին ասում, այդ կոնտեքստում ֆինանսական արկա միջոցները ավելի մեծ հնարավորություն են տվել դա անել եւ եթե մի բան կարող ես անել, ինչու՞ չանել։